Մարդուն ընտրել կամ չընտրել, սիրել կամ չսիրել, համարել, որ ինքը ձեր հետ փոխհարաբերվում է ու ձեր կյանքում ներկա է, որպես զուգընկեր։ Հնարավոր է այն ժամանակ, երբ այդ հարաբերություններում կա իրական կյանք։ Իրական կյանքը շատ տգեղացնում է ճակերտավոր հարաբերությունները, հա, այդ ինչի են ասում են կոնֆետնի պերիոդը, որ վերջանում է, սկսում է իրական կյանքը։ Ու միայն դրանից հետո են մարդիկ գալիս եզրակացության, մենք ընտրում ենք իրար իրոք, թե չէ, մինչև դա հորմոններ են, թիթեռնիկներ են եւ այլն ու բոլորը իդեալական են, ամեն ինչը ներվում է, դիմացինին ամեն ինչը հասկանում ես, աշխարհի ամենահասկացողն ես, դե լավ, դե ոչինչ, մի 5 անգամ էլ ձայնը բարձրացրեց։ Եվ հետո ինչ որ իրականությունը գալիս է դուրս թակում է։ Իսկ երբ իրական կյանքը հարաբերություններում ներկա է, այնտեղ դժվար է ամեն դեպքում իլյուզիաներից բռնվելը, որովհետև դու իրան սկսում ես տեսնես աշխատանքային միջավայրում, վատ տրամադրության մեջ, ջղայնացած, հիվանդ, ինքն է քեզ տեսնում ջղայնացած, անհավես, հիվանդ ու տեսնում ես քո բոլոր դրսևորումները, դու տեսնում ես իր բոլոր դրսևորումներն իր խնդիրների մեջ, իր ընկերների մեջ, հա, չգիտեմ, գնում եք ինչ որ տեղ իրար հետ սրճարան կամ առևտուրեկանում տեսնում ես ինքը ինչպիսին է մոտավոր, հա, ֆինանսական հարցերում, գուցե ճամփորդում եք, գուցե ինչ որ, չգիտեմ, այդ ամեն ինչի շրջանակներում մտնում է իրական կյանքը։ Ու այդ իրական կյանքի մեջ մենք հասկանում ենք ոնցն եմ ես, ոնցն ես դու։ Երբ որ իրական կյանք չկա, դու քեզ կարող ես ներկայացնես ինչ ուզում ես։ Կարող ես պատմես քո մասին ինչ ուզում ես, ընդ որում ստեղ խաբելու մասին չի խոսքը, այսինքն ոչ թե, չգիտեմ, լինես բանկի աշխատող ներկայացնես, որ ես բանկի տնօրենն եմ, հա, այդ ստի մասին չի խոսքը։ Ներկայացնես քեզ որպես անձ, ոնց ուզում ես։ Հա։ Ընջեմ, ամենահումորային, ամենաթեթև, ամենահասկացող, ամենադրության մեջ մտնող, միշտ պատրաստ աջակցել, օգնել, սեր եւ ջերմություն տրամադրել, քանի դեռ այդ կյանքի մեջ չկա իրականություն։ Դիմացինն էլ կարող է իրան ներկայացնի ոնց ուզում է։ Միգուցե դրա հետևում թաքնված է միտումնավոր ստելը, միգուցե թաքնված այն, որ ինքը իրոք ի սրտե հավատում է, որ ինքը տենցն է։